սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում, եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապավինում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Այս նոր միջոցների միջոցով մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու եւ արագ բազմազանեցնելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան աշխատելու ուղղակի ձեր արտադրողների հետ եւ ձեր ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Պարոն վարչապետ Սիրել Նիկոլ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները եւ խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակություն եւ գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերապահենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանով։ Շնորհակալություն։